Ամերիկայի պատմության մեջ ամենամահացու Կատրինա փոթորիկը խլել է ավելի քան 1000 մարդու կյանք և ավերել Մեքսիկական ծոցի առափնյա համայնքները։ Ավերածությունների պատճառներից մեկը ծովի բարձրացած մակարդակն էր։ Օվկիանոսային քամիները կարող են փոթորկային ալիքների ուժեղ տեղատվության պատճառ դառնալ, որոնք հանգեցնում են ծովի մակարդակի կտրուկ բարձրացմանը։ Վերջին 2 տասնամյակներում արբանյակների միջոցով հավաքված տվյալների հիման վրա գիտնականները ստանում են ծովի մակարդակի ընդհանուր պատկերը։ Ջեյսոն 3 նորագույն արբանյակը վայրկյանում մի քանի հազար ռադարային ազդակներ է ստանում օվկիանոսի մակերևույթից։ Արբանյակային տվյալները ընդամենը 25 տարվա պատմություն ունեն, որոնց հիման վրա սակայն կարող ենք հաշվարկել օվկիանոսների փոփոխությունները հազարավոր տարիների կտրվածքով։ Վերջին 2000 տարիները կայուն են եղել ծովի մակարդակի և կլիմայի փոփոխության առումով, մինչդեռ վերջին 100-ամյակում դիտվում է մոլորակի ջերմացման պայմանավորված ծովի մակարդակի կտրուկ բարձրացում։ Ցանկացած նյութ տաքացնելիս ընդարձակվում է, այդ թվում և ծովի ջուրը։ Ծովի մակերևույթի բարձրության չափումների հիման վրա գիտնականները կարող են հաշվարկել, թե որքան հավելյալ ջերմություն է պահպանվում օվկիանոսում։ Նրանց գնահատմամբ ջերմոցային գազերի ջերմության ավելի քան 90%-ը կուտակվում է օվկիանոսում։ Արդեն իսկ հաստատված փաստ է, որ շուրջ 150 տարվա ընթացքում ջերմոցային գազերը 50%-ով ավելացել են։ Նման աննախադեպ տաքացման համար դա շատ կարճ ժամանակահատված է, և ծովի մակարդակը ևս արագորեն բարձրանում է։ Ջեյսոն 3 արբանյակի հավաքած տվյալները կօգնեն գիտնականներին գնահատել ծովի մակարդակի բարձրացման հետևանքները, ինչպես Կատրինա փոթորկից առաջացած ջրհեղեղի դեպքում, ինչպես նաև կնպաստեն փոթորիկների ուժգնության ավելի ճշգրիտ կանխատեսումներին։ Կատրինա փոթորկի ժամանակ Ջեյսոնից ստացված տվյալների հիման վրա հնարավոր եղավ որոշել տաք ջրի տեղամասը և դասակարգել այն որպես 5-րդ կատեգորիայի փոթորիկ։ 3-ից 5 տարի անց, երբ Ջեյսոն 3 արբանյակի ժամկետը կլրանա, կգործարկվի մեկ այլ արբանյակ մոլորակի ծովի մակարդակի բարձրացման վերաբերյալ տվյալների շարունակական հավաքագրման նպատակով։ Ամերիկայի ձայն հեռուստահանդես։